Քրիստոնեությունը ընդդեմ հեթանոսության։ Մենք բոլորս գտնում ենք, որ մենք լիակատար դարձի եկած քրիստոնյաներ ենք, մենք ոչ մի կապ չունենք հեթանոսության հետ, կարող եք ժամանակ չկորցնեիք այս պատգամը պատրաստել մեզ համար, որովհետև մենք այնքան հեռու ենք նման բաներից, ես այսօր օգնելու եմ, որ ամեն մեկդ ձեզ են կողքի արտահայտության մեջ տեսնեք։ Եվ այսօր այնտեղն է, որ այսօր Տիրոջ առաջ մենք բոլորս կարիք ունենք դրանց համար ապաշխարելու, դրանք այստեղ թողնելու եւ որպես փոխված մարդ այս դռներից դուրս գալու։ Ինչ-որ մեկը կասի այո։ Շատ լավ։ Քրիստոնեությունը ընդդեմ հեթանոսության։ Սա այսօրվա իմ պատգամի վերնագիրն է, ուզում եմ չմոռանաք։ Սակայն ուզում եմ մի կարևոր արտահայտություն ասել, որը պիտի աշխատի մեր ամենքիս համար։ Մեր կյանքում ամեն ինչ պետք է համապատասխանի, լսում եք, մեր կյանքում ամեն ինչ պետք է համապատասխանի նրան, թե ինչպես ենք մենք ներկայանում։ Միտեղ եք գնում մեկի հետ, մեկն ասում է, չէիր ուզում որ ասել, բայց ասեց, ասում է, ծանոթացեք ընկերուհիս է, հավատացյալ է, ու դու մտածում ես բերանաթղի բացեցիր, ով լեզուդ քաշեց, չէիր ուզում որ քեզ ասեին, որովհետև այդ հավատացյալ բառը բռնեց քեզի, այդ հավատացյալ բառը կանգնացրեց, ուզում էր քեզ մի քիչ թե այն ամեն բան օրինավոր է, բայց ոչ ամեն բան սազական է, կանգնատեմ, ցանով խնդրեց որ ես հավատացյալ եմ, հիմա, ամեն բան մեր կյանքում, պիտի համապատասխանի նրան, մենք ոնց ենք մեզ ներկայացնում, երբ որ դու ասում ես, լսիր այստեղ, երբ որ դու աշխարհին ասում ես ես հավատացյալ եմ, բանա տեղի ունենում, ուղղակի դու տեղը չես բերում, իրանք նկատում են, որ քո իրա միջև մի բան կիսվեց, անմիջապես, ինքը տեսնում է, որ ինքը մի ուրիշ աշխարհից է, ու դու մի ուրիշ աշխարհից ես, օլը չի թողնում հարցնի, դու բաներ հարցնես ինքն ասում, դուք եկեղեցի հաճախում եք, առաջի բանը, եղել է ում հետ եղել էսպիսի մի բան, որ տեղում ռենտգեն են արել ձեզի, դուք եկեղեցի դու սկսում ես արդեն թվարկել, Սուրբ Գիրք կարդում եք, կարող ես կարդում ասում ես այո, Սուրբ Գիրք կարդում ես, եկեղեցի հաճախում եք, աղոթում ես, ոչ ես հավատացյալ եմ, ոնց կարամ չաղոթեմ, շատ լավ, դե որ հավատացյալ եք, հավատացյալները պետքա տարբերվեն աշխարհի մարդկանցից, էդի տենց էլ կա, գիտեք։ Բայց ցավոք սրտի մենք ուրիշ բան ենք տեսնում։ Հավատացյալները չափից դուրս փորձում են նմանվել աշխարհի մարդկանց։ Այդպես չէ։ Ես երբեք այս ամբիոնը չեմ օգտագործել որևէ մեկի սիրտը ուրախ պահելու համար։ Ես միշտ այս ամբիոնը օգտագործել եմ ձեզ տխրեցնելու համար։ Որովհետև տրտմությունը Աստծո խոսքի համապատասխան այն ապաշխարություն է։ Քույրս, ահա ինչ։ Բարձը, եթե մարդը Աստծո խոսքի պատճառով նեղվում է, տրտվում է, դա լավ բան է, դա քեզ կտանի մտածելու եւ ապաշխարության։ Բայց եթե աստից մտավ, ընդից դուրս եկա, ոչ էլ մի բան, ոչ էլ մի սիգնալ էլ սկի չտվեց, հաջորդ հավաքույթին էլ արի։ Կարող է մի օր մի սիգնալ տամ, բայց թույլ տուր ես առաջ անցնեմ, հենց ասում ենք հավատացյալ ենք, մի հատ աշխարհը բաժանվում մեր մեջ եւ սկսում են մարդիկ նայել, բա դու ասում ես ես հավատացյալ եմ, եկեղեցի եմ, հավատացյալը սենց սկսվում է տենց, ում է դա տենց եղե, հավատացյալը սենց կարող է լինի, ոյ ասում եք հավատացյալ, ձեր ամուսուն խմելուց տեսա, ոյ ասում եք հավատացյալ եք, ես էսի տեսա, ես էս ինչ բան բասել, էս ինչ բաներ անել, բա հավատացյալ են տենց, հա, լավ են անում որ տենց են ասում։ Աշխարհը մեզ քննում է, աշխարհը մեզ հետևում է, այո, աշխարհը մեզ հետևում է, թող հետևի, մի նեղվեք դրանից, բա դու ասում ես ես հավատացյալ եմ, ես տրնդեզ եք անում, ես Վալենտին եք տոնում, բա հավատացյալներս ես բան հետ գործ չունեն, դուք եք աղի բլիթ ուտում, բա հավատացյալները ոնց կարան տես բանը, որտեղ է գրված ձեր ավետարանում, որ աղի բլիթ ուտեն, բռնվեցիր։ Մեր ապրած կյանքը պիտի համապատասխանի նրան, թե ինչպես ենք մենք ներկայանում աշխարհին։ Եթե ասացիր ես հավատացյալ եմ, երկար մտածի այդ ասելուց առաջ։ Բարձր, որովհետև մարդիկ հետևելու են քեզ։ Եվ երբեմն մեր ապրած կյանքը
չի համապատասխանում այն statement-ին, այն պնդմանը, որ աշխարհին ասացինք, ես հավատացյալ եմ, ու մարդիկ նայում են ասում են, ես տենց հավատացյալ չեմ տեսել, օղու բաժակը ձեռը, սիգարետը ձեռը, ես տենց հավատալ, ես չեմ ուզում որևէ մեկին, եթե տենց բաներ անում, ստեղ նվաստացնեմ, ես քո կյանքը չգիտեմ, հանգիստ եղիր, ես քո տանը չեմ եղել եւ քո տանեցիք ոչ մեկ ինձ ինֆորմացիա չեն տվել, ես ուղղակի իմ տարիների փորձից ես դա գիտեմ, իմ տարիների մեջ, այսքան երկար ու ձիգ տարիների ծառայության մեջ, ես հազարավոր քրիստոնյաների եմ տեսել, որոնք ինձի ավելի շատ են ապշեցրել, զարմացրել, քան աշխարհի մարդիկ։ Գիտեք, աշխարհի մարդը ունի իր ապրելու ձևը, որ ինքը որ ծնվում է, իր զակոնն, իր օրենքն իր հետ է ծնվում։ Ինքը ինչ պիտի անի ավտոմատ անում է։ Ինչ պիտի անի, զգացել եք։ Կարա բամբասի, դրա դեմ օրենք չունի ինքը։ Կարա չարախոսի, դրա դեմ օրենք չունի։ Հետո կյանքը ոնց է, կարա խմի, կարա դավաճանի իր կնոջը, հազարը մի բաներ, խաղա, մաղա, նարկոտիկ եւ այլն, օրենք չունի ինքը դրա դեմ։ Բայց այ հավատացյալ մարդը սրա կյանքը փոխվում է։ Սրա առաջնորդությունները, պրինցիպները փոխվում են։ Այդպես է, թե չէ։ Չգիտեմ, քանի մարդ ինձ հետ կհամաձայնվի, եթե ես ասեմ հեթանոսությունը նշանակալի ավանդ է թողել, ավանդ, ժառանգություն է տվել ամբողջ աշխարհին։ Նշանակալի ժառանգություն է թողել։ Թողել է իր մշակույթը, չի թողեն, հեսա նայելու ենք։ Թողել է արմատացած մշակույթներ, որոնք քրիստոնյաները շարունակում են։ Հիմա ես մի քանի բան եմ նշելու ու դու ասելու ես, այդ սաղի մեջ մենք կանք։ Այդ բոլորը հեթանոսություն է։ Եվ հետո դու հարցնում ես. Տեր, ինչի իմ կյանքում չես խոսում։ Օ, Տեր, ինչու իմ կյանքում չես գործում։ Օ, Տեր, ինչու սենց։ Նայեք, պիտի լույսը խավարից լուրջ տարբերվի։ Հիմա դուք նայում եք դուրսը եւ տեսնում եք լույսը, որովհետեւ Աստված հետամուտ է եղել, որ լինի լույս, որովհետեւ ամբողջ աշխարհը նրա օրենքով եւ նրա խոսքով է շարժվում։ Այո, լույսին կոչում ենք լույս, խավարին կոչում ենք խավար։ Դու սրանց երկուսին չես կարող խառնես իրար։ Ամեն մեկը ունի իր անոնը։ Եվ ուզում եմ ասեմ, հեթանոսության թողած ժառանգությունն է արմատացած որոշ ավանդույթներ, սովորություններ, օրացույցային, չգիտեմ ինչեր, մի խոսքով ծեսեր, այս որտեղից է սովորը, դե մեր պապերն էին անում, պապերի վրա մի գցի է, ասա, որ երբ որ դարձել ես հեթանոսությանը, նեղվել ես, որ որոշ հետաքրքիր բաներ, որ զբաղեցնում են քեզի բաց ես թողել, թևերին թելեր կապել, կարմիր, այս հաջողության նշանը, եթե ես իմանամ, որ ես մի քանի հատ կարևոր գործեր ունեմ, էլի, եթե հանկարծ որևէ մեկը կարմիր թել է կապել եւ այդ թելը տարել է իրան հաջողության, ես կծիկ կոլորեմ թևիս վրա։ Ինչ կասես։ Դրա եղածը ինչ է, մեր 2 կոպեկ բան է, կծիկ կարելի է անել թևի վրա։ Եղբայրներ եւ քույրեր, ստեղ տրամաբանություն է նաեւ պետք։ Ստեղ խիստ հոգեվոր պետք չէ լինել, որ հասկանալ ես խես ամեն ինչ խառն է իրար։ Ինչ ես ամեն ինչ խորհրդանշական սովորություններ, որոնք զարմանալու, ապշելու բանա անում են հավատացյալները եւ փորձում են ասելու դե պապայիս մամայիս խաթր արեցի, ապրեցնեմ իրանց սրա խաթր խնամիների խաթր արել, խնամուն կարելի է ապրեցնել, թող խնամին ապրեցնի քեզ, ալելույա, եթե խնամիներ կան, խնամիներին ապրեցնելու համար ընտանիքով պետք եղավ կթռնենք ձեր վառած կրակների վրայից, բայց մենք քրիստոնյա ենք, մենք չենք կարող, մենք խեղճ ու կրակ ժողովուրդ ենք, խեղճ ու կրակ հավատքի առաջնորդ ունենք, մենք չենք կարող ասենք, այս կրակը որ բացել ես, ասենց խարույկը բան, այս մեզ էլ վրից ես ուզում թռնած, 70 տարեկան մարդ ես, կնոջը տարել ես, հելել ես, թոշակի անցած մարդիկ այդ կրակի վրով թռնում ես, ինչ արես, թուր ես թռնում եւ այլն, խի ես թռնում։ Ինչի, դե երեխա ունենք, ասում ամուսնացրել ենք այդ երեխու համար, որ միսը բերանը չտան, թռնում ենք ընտանիքով։ Բարեկամներով բան սինին կապել են, այդ մեն թռնում են, նայում ես տատնա թռնում, տատի, ալելույա, ոտի կուդա, տատի, դուր, ալելույա, բայց եկեք հեսա հասնելու ենք դրան, թռնում են, որ ոչ մեկ չթռնի, ուռա եւ տաշի գորացող խորքուրը մորքուրը պատրաստ է։ Մի հատ հələ սաղը թրեք շուտ արեք։ Հələ իրար հետևից։ Օպա, շուտ արա, էս բարա, կանգնել եք։ Ու թռցնում է բոլորին։ Ու ամբողջ sense եկել ենք սինիներով բանով հերիք չի ծախսվել ենք սրանց տրանդեզին։ Մի հատ է թռնում ենք, որովհետեւ ապրեցնում ենք խնամիներին։ Ալելույա։ Կարողա չենք անում։
Բայց մենք հեթանոսներ ենք։ Ես առաջին հայտարարությունը չեմ մոռացել, որ ասացի։ Մենք երբեմն մեր կյանքում բաներ ենք ասում, որ այդ տված հայտարարությունը պիտի համապատասխանի մեր կյանքին։ Ասում ենք մենք հավատացյալ ենք։ Բայց դե դուք ինչ ասեք, մենք անող ենք։ Եք մի հատ բան։ Այս տատու պապուն անդրադառնալու ենք, սպասիլը։ Հեթանոսությունը միավորում է բազմաթիվ կրոնների ցավալի նախադասություն։ Հեթանոսությունը միավորում է բազմաթիվ կրոններ եւ բազմաթիվ համոզմունքների սիստեմ։ Հասկացանք։ Սիստեմը իրար հետ միավորում։ Այս արտահայտությունը գիտեք ովքեր են արել, հավատացյալները։ Սա երբ որ նոր դարձի են եկել Քրիստոսի ժամանակ, հավատացյալները արել են այս արտահայտությունը։ Այսինքն նկատել են, որ քրիստոնյաները իրանց հետ բերում են, կարող եմ այստեղ մի հատ հարց տալ, մենք նախքան Քրիստոսով ենք եղել, այսի չենք մոռանում, չենք էլ կարող մոռանանք, որովհետև դրա ավանդույթները, սովորությունները, դրա ծեսերը ժառանգաբար փոխանցում են, այո, ու մենք ասում ենք Տեր, քո դուրդ գալիս է իմ ապրած կյանքը, չես լսում է ինքը ինչ ասեց, ասում է ոչ, ուղղակի այդ ոչը չլսեցիր, պարզա, շատ լավ գնանք առաջ, հեթանոսությունը միավորում է բազմա, էսի գիտեք ինչ ցավալի բան է, էսի գիտեք ինչ բան է, ինչն էր Աստծո բարկությունը բորբոքում Իսրայելի մեջ, կռապաշտությունը, հեթանոսական այդ ծեսերը, ինչն էր Աստծո բորբոքում բարկությունը, բաներ, որ եկել էին հեթանոսներից, կրակապաշտներից, կռապաշտներից եւ այլն, իմասանայր։ Հաջորդ բանն եմ ուզում, որ մենք նայենք։ Մի հատ արի իրար հետ ծանոթանանք ինչ է հեթանոսությունը, լավ։ Հեթանոսությունը, երբ որ ասում են, մարդիկ հարցնում եմ, ինչ է հեթանոսությունը, կրակի վրայից թռնել, խնդրում եմ։ Կրակի վրայից թռնելը հերթական բաներից մեկն է, բայց հեթանոսություն չի նշանակում կրակի վրայից թռնել։ Հեթանոսություն տերմինը կապված է լատիներեն գյուղական բառի հետ, եւ հիմա կարող ես հարցնել ինչու, որովհետեւ դուք նկատել եք քաղաքում, լավ, ես սա կարդամ հետո բացատրեմ։ Հեթանոս տերմինը կապված է, կարող եք նայել, լատիներեն գյուղական բառի հետ, քանի որ գյուղացիներն ավելի երկար էին պահպանում կրոնները եւ ծեսերը, հեթանոսության մեջ բազմաստվածությունը, որը նշանակում է աստվածների խումբ, ավելի տարածված էր, քան հաջորդած միաստվածությունը, որը մենք ունենք Քրիստոսը, եւ ինչ եմ այստեղ ուզում նայեմ, նկատել եք, որ դուք միշտ ասում եք, քաղաքում այդ ավանդույթները առաջվա էլ չեն պահում, էդի գյուղերում է, նկատել եք այդ բառը, լսել եք, էդի գյուղերում է տենց, հիմա ցիվիլիզացիա է, բան, աշխարհը զարգացել է, բան, բայց որ գնում ես գյուղեր տենում ես, ընդեղով է թագավորում տատը իր հին ժառանգական օժիտով, արի մի հատ, ես երեխեմ վախելա, ինչ անում տատը, արգանիզավաց անում, արագ, կազմակերպում է, մեկ բուր, խոշոր աղ, մի հատ ես երեխու վրից անցկացնում, մի հատ թքում է այդ աղի մեջ, մի հատ գազի պլիտի վրով ֆրցնում է, տատը բռնեց վախըտ, վերջացավ գնաց, որտեղից ասա եկե, այստեղից, հեթանոսությունը, սարսափելի բանը, ես վստահ եմ, ավելի ճիշտ թույլ տվեք ասեմ, լիահույս եմ, որ դուք այստեղից շատ բաներ այսօր թողելու եք եւ գնաք, փառքաստուն եկեղեցու համար, ամեն, ուզում եմ մի հատ կարևոր բան նայես, հեթանոսությունը կոչվում է նաեւ կռապաշտություն, ոնց է քեզ համար, ինչպես է լսվում այս արտահայտությունը, հեթանոսությունը, էսի գնալով արդեն մի քիչ ինձ լրջացնում է, եւ եթե ես հանկարծ այս էլեմենտների մեջ կամ այս ավանդույթների ծեսերի սովորությունների մեջ կամ նշանակում է ես էլ կռապաշտության մեջ եմ, բայց ինչպես ես ուզում անունը դնենք, ասում եմ հեթանոսություն կոչվում է նաեւ կռապաշտություն, գիտեք կռապաշտությունը դա ֆիզիկական առարկաների, կա չէ փայտե բանը, իկոնայա, էսա Գիտեք, երբ որ ես եկա առաջ անգամ Ամերիկա, մի բանից շատ զարմացա, մի քույր մոտեցավ ինձ ասեց, չեք իմանում մեր տանը ինչ կա, դե որտեղից իմանում, ասեց իմ տան դաշնամուրի վրա, ես պահում եմ Հիսուս Քրիստոսի գամերը, այդ որով մեխել են, ոչ մեկի ձեռը չընկավ, 21 դար անց ընկավ իրա ձեռը,
Եվ գիտեք, ստատիստիկան, վիճակագրական տվյալները պարզել են, որ մարդիկ ովքեր պնդում են, որ Հիսուս Քրիստոսի մեխերը, որով մեխել են իրան, գամել են իրան, դրանից աշխարհում կա 4 գնացքի վագոն։ Բայց իրան մեխել են 3 հատով։ Ասենց բաներ, եթե ձեր տանը մեղ բան կա, մի վերագրի էլի։ Ալելույա։ Գիտեք, պետք չի վակումը լցնել դատարկ խոսքերով։ Ավելի լավ է վակումը մնա վակում, բայց դու չլցնես դատարկ բաներով, հետո ծիծաղան քեզ վրա։ Հեթանոսությունը եւ կռապաշտությունը սա արցանիկներ, նկարներ, ինչ որ sense էս փուշը, էս նալը մեծ եկել ենք Ամերիկա, ասենք ավելի զարգացած, ունակ Հայաստանում նալեր կա, որ շատ ջարդուփշուր եղած, տրորված, ստե նալեր կա, որ լավ հատուկ աչկա ուլունք կա, իմ քաշից մեծ։ Այսինքն, եթե ես կարծում եմ, որ աչկա ուլունքը ինձ կպահի սրա նրա աչքից, ես ինչ աշխատեմ աչկա ուլունք կառնեմ։ Որտեղ է տրամաբանությունը։ Բիզնեսի դռների վրա, վարսավիրանոցներում, հազարումի խորովածի տեղը, հելե, ծուխը, յուղը, վեկալելա այդ բանը, աչքն է կախելա եւ այլն, ասենք, բայց հենց իրան հարցրու, ես քրիստոնյա եմ։ Մեկ ես խաչը հանում, տենում եք ես խաչը, մերնեմ սրա զորությանը, բա աչկա, այ մարդ ամեն բանի վրա ուշադրություն մի դարձրում։ Չի կարա սենց լինի, Հիսուսն ասեց, չես կարա երկու տիրոջ ծառայես, կամ պիտի մեկին հարես, մյուսին բաց թողես, կամ նրան պիտի հարեսս մեկին բաց թողես, երկու տիրոջ անհնարին է ծառայել։ Ինչ որ մեկը կասի, այո, այո։ Կռապաշտությունը դա մի բան է, որը կարող է լինել առարկա, իր եսիմ ինչ, բան, որը դու երկրպագում ես, որի հետ խոսում ես և որը բարձր ես դասում քեզ ստեղծող Արարչից։ Դուք նկատել եք, որ Աստծո որդին եկավ ավետարանը քարոզեց 33 տարի ապրեց, խաչվեց, խաչ, փայտ, նալեր, ման եւ այլն, հագուստ ուներ, չէ՞ Հիսուսը։ Վստահ եմ 2-3 ձեռք շոր հաստատ կունենար, կոշիկներ, բան, չէ՞։ Ինչու Աստված անգամ իր որդուց չթողեց մասունքներ։ Մնար ասենք խաչելությունից հետո Հիսուսի սանդալները, մնար իր շորերը, մնար խաչը, մնար մեխերը եւ այլն։ Գիտեք քիչ թող է, որ դրանց չպաշտես, որ պաշտես միայն կենթանի Աստծուն, ով ապրում է քո ներսում։ Ամեն։ Գիտեք գոյություն ունի, չգիտեմ, այս արտահայտությունը ում է, ծանոթ Աբրահամյան կրոններ։ Լսել եք այսպիսի բան, Աբրահամյան կրոններ։ Ես ուզում եմ, որպեսզի հիմա մի նկար բարձրանա էկրանի վրա, որ դու այդ 3 կրոնը տենաս։ Ահա, սա կոչվում է Աբրահամյան կրոններ։ Ինչու է սա կոչվում Աբրահամյան կրոններ։ Նախ իմացեք, առաջին հրյան, ում Աստված կոչել է հրյա եւ ումից ազգ է ստեղծել, դա եղել է Աբրահամը, որը համարվում է հուդայական, то есть հուդայիզմի, ուրեմն կրոնի առաջնորդը, այո, չէ՞ որ Աբրահամից սկսվեցին ազգերը, այո։ Հետո մենք տեսնում ենք ընդեղ նրա որդին ով էր Իսմայելը, որից իսլամը սկսեց, այո, եւ նաեւ հետագայում մենք տեսնում ենք, որ իսլամից առաջ էլ տեսնում ենք, որ քրիստոնեությունը կար, հիմա այստեղ դասավորությունը կարևոր չի, այստեղ կարևորը, որ իմանաք Աբրահամյան կրոնը այս 3 կանոնն են։ Իբր թե այս 3 կրոնները չեն ընդունում հեթանոսություն եւ չեն ընդունում կռապաշտություն, բայց հավատա դա այդպես չէ։ Փոքրինչ կարող եմ համաձայնվել հուդայական կրոնի հետ, որովհետև հրյաները շատ պահպանողական են իրենց կրոնի մեջ, նրանք կենթանի Աստծուց բացի ոչ մի ուրիշ բան չես տեսնի հրյան պաշտի, հավատա եւ այլն, համենայն դեպս ավելի անաղարտ վիճակում է առաջինը։ Ես մուսուլման չեմ, քրիստոնյա եմ եւ չգիտեմ սրանք ինչ են պաշտում, բայց Մեկայում մի բան է դրված եւ այդ առարկային ամբողջ մուսուլմանները Ռամազանի տոնի ժամանակ պաշտում են, դա արդեն բավական է։ Իսկ քրիստոնյաները խառը դեմքեր ենք մենք։ Մենք ամեն տեղից մի բան ունենք վերցրած, հեսա տեսեք, որ ազգը վեր կացավ, ինչ արեց, մենք ինտեգրեցինք դա։ Հայաֆիկացրեցինք,
հայաֆիկացրեցինք, ինտեգրեցինք մեր կյանքում, եւ մենք անունը դրել ենք, մենք քրիստոնյա ենք, մենք հավատում ենք Հիսուսին, բայց մի ահագին զանգուլակ հետևներիցս քաշ տալով տանում ենք։ Պատրաստ եղիր, հեսա տեսնելու ես։ Եկ մի բան էլ նայենք, երկար է, բայց կխնդրեմ, որ անպայման նայես։ Հեթանոսությունը այն իր մեջ ներառում է ժողովուրդներ, կրոնական դավանություններ, ծեսեր, նախնադարյան, տես ինչ են ներառում, ժողովուրդների տոներ, նախնիների պաշտամունքներ, կախարդություններ, անհասկանալի ծեսեր, հիմնականում նման ծեսերն ու տոները առաջացել են հույներից, Բաբելոնից, Եգիպտոսից, հռոմեացիներից, կելտական ցեղերից, հնդիրանական ցեղերից, այս ծեսերի ուրեմն արարողակարգերի կողմնակից չեն եղել միայն քրիստոնեությունը եւ հուդայիզմը, սակայն ցավոք սրտի ուզում եմ ասեմ, որ հենց այստեղ, այսօր, այս ժամին կպարզենք դա այդպես թե ոչ, լավ, պարզենք, ուզում եմ, որ մի քանի բան նայենք այդ ժառանգությունից, տեսնենք սրա մեջ մենք կանք, կարող այսօր, եթե այսօր որոշները չկաք, բայց երբ որ ես եկա այստեղ, դուք բոլորդ էիք դրա մեջ, եւ ես շատ զարմացա, ինչ եք այսքան տարի, որ ասել եք մենք հավատացյալ ենք, մենք հավատում ենք Աստծուն, դուք ինչ եք սովորել, բացել եք գիրքը, ինչ ենք կարդացել, եղբայրներ եւ քույրեր, հա? Միթե դուք Բաբելոնի մասին, ոսկե հորթի մասին, եգիպտական, այս հունական աստվածներ եւ այլն չեք լսել, չեք կարդացել, Սուրբ գրքում այնքան կար, հիշում եք, ոսկե հորթը երբ որ շատ բան չեմ վերցնում, ոսկե հորթը երբ որ հрьяաները բանարեցին, ձուլեցին եւ սկսեցին երկրպագել, որտեղից եկավ իրանց մոտ ոսկե հորթի ձուլումը, Եգիպտոսից, որտեղ 430 տարի գերի էին, պարել կրակների շուրջ եւ այլն արձաններ երկրպագել, հрьяաները որտեղից սովորեցին, Եգիպտոսից, Պարզը, դրա համար ուզում եմ, որ սա տեսնես, սա անգլերեն թարգմանությունը նույնպես ունենք, եւ հիմա ուզում եմ բոլոր նրանք, ովքեր դժվարանում են կարդալ հայերեն, ուշադրություն դարձնան էկրանին անգլերեն տարբերակին, թե հեթանոսությունը իրանից ինչ է ներկայացնում, որտեղից են ծագել եւ որ ազգերն են եղել սրա առաջի պիոներները եւ բոլոր ազգերի մասին մենք արդեն նշեցինք։ Սակայն ուզում եմ ձեր բոլորի ուշադրությանը ներկայացնեմ հեթանոսությունից ժառանգած հիմնական ժառանգած որոշ տոներ եւ որոշ ծեսեր, որի մեջ հավատացյալները կան։ Եկեք նայենք առաջինը։ Լավ, օй, ներողություն, մենք այստեղ կարևոր համար ունեինք, այո, մենք կարևոր համար ունեինք այստեղ, մեկ րոպե, զգուշ եղիր, երկրորդ օրինաց 12:32 գրված է, զգուշ եղիր, եւ լսիր այս բոլոր խոսքերը, որ պատվիրում եմ քեզ, որպեսի հավիտյան լավ լինի դա քեզ համար, եւ քեզանից հետո քո որդիների համար, քո Տեր Աստծու առաջ բարի եւ հաճելի եղածը արած լինես։ Թույլ տվեք նորից կարդալ։ Զգուշ եղիր, երկրորդ օրինաց 12-րդ գլուխ 28-ից 32-ը շարունակելու ենք կարդալ։ Զգուշ եղիր, ասա զգուշ եղիր։ Սա զգուշացնող խոսք է թե ոչ, սա նշանակում է կարմիր լույս, զգուշ եղիր, եւ լսիր այս բոլոր խոսքերը, որ պատվիրում եմ քեզ, ասում է Աստված, որպեսի հավիտյան լավ լինի քեզ համար, ու քեզանից հետո էլ եկած քո որդիների համար լավ լինի, ինչ եմ պատվիրում, քո Տեր Աստծո առաջին բարի եւ հաճելի եղածը արա, հաջորդը Եվ քո Տեր Աստվածը քո առաջից եւ քո Տեր Աստվածը քո առաջից բնաջինջը անի այն ազգերին, որոնց երկիրը դու գնում ես ժառանգելու եւ դու տիրես նրանց ու բնակվես նրանց երկրումը։ Շարունակենք։ Ուշադրություն, զգուշ եղիր, կրկին, զգուշ եղիր, չլինի նրանց հետևելով, որոգայթի մեջ ընկնես, նրանց բնաջնջելուց հետո,
Չլինի թե նրանց աստվածների մասին հարցուփորձներ անես, ասելով այս ազգերը ինչպես են պաշտում իրենց աստվածներին, որ նույնն էլ ես անեմ։ Խնդրում եմ եսի մնա։ Զգուշ եղի ասմա, չլինի ասմա հարցուփորձանես, այդ դուք ոնց եք տոնում ես տոնը, հետաքրքիր տոներ դուրս եկավ, հարցուփորձանես, ոնց եք տոնում, խի եք տոնում, ասմա կարող է սիրտդ հավանի, որտեղ նրանք ասեն, այս որ մենք տոնում ենք, սենց հետևանք է լինում, ասմա սիրտդ կհավանի, նույնն էլ դու կանես, հետո սալսիր, ասմա դու քո Տեր Աստծո հանդեպ այդպես չվարվես, որովհետև նրանք իրենց աստվածների համար անում էին ամեն տեսակ գարշելի բաներ, որոնք ատելի են Տիրոջը, նրանք իրենց աստվածների համար մինչև անգամ կրակի վրա այրում էին իրենց տղաներին եւ աղջիկներին, հաջորդը վերջինը, այն բոլոր խոսքերը, որ պատվիրում եմ ձեզ, զգուշ եղեք, մի քանի համարի մեջ նկատեցիք, քանի անգամ ասեց զգուշ եղեք, որ կատարեք, դրանց վրա ոչինչ չավելացնես, դրանցից ոչինչ չպակասացնես, այսպես է ասում Աստված։ Ամեն, զգուշ եղիր։ Եվ հիմա ես ուզում եմ մի քանի բան ձեր տրամադրությանը, ձեր ուշադրությանը ներկայացնեմ, Հելոին, չեմ ենք երբ ենք տոնում, չեմ ուզում ձեռքդ բարձրացնես, որովհետև գիտեմ, որ տոնում ես։ Որտեվ գիտեմ, որ եթե հանկարծ տարիների մեջ եկար այս եկեղեցի եւ լսեցիր, որ մենք դատապարտում ենք այդ տոնը, Հելոինը, դու ասացիր, դե լավ, երեխաներին առաջ հագցնում ենք, կոստյումներ եւ այլն։ Ասում ինչ ես անում։ Ինչ ես անում, այս տոնը քեզ պատվիրել է Աստված։ Հա դե ինչ կա դրա մեջ։ Ես ուզում եմ հիշես, օրինացն ասում է, ինչ կա դրա մեջ։ Դե ոչինչ կոնֆետ տանք երեխեքին դուրը ծեծում են, բացում են, դու ինչ որ կերպ անպայման միաբանվում ես այդ տոնին, անգամ կոնֆետով չխափես քեզ, անգամ կոնֆետով, երեխաները դպրոցում Հելոին են անելու, մեր շատ երեխաներ եկեղեցում այդ օր ընդհանրապես դասի չեն գնում, լավ են անում, այո, մենք այն ինչ որ հայտարարում ենք, դա պիտի համապատասխանի մեր ապրած կյանքին, թե մենք քրիստոնյա ենք ու դու խառնվում ես ուրիշ ազգերի արածների հետ, Հելոին, որտեղից է սա դուս եկե, հա? Գիտենք, որ կելտական ուրեմն մի քանի սարագարակ իրար հետ ասեմ, որտեղ դրանց հետո անդրադառնալու եմ հատառատ, տրնդեզ, ես չեմ ուզում դու ձեռք բարձրացնես, որտեղ ես գիտեմ, որ այստեղ շատ-շատերը, որ երեխաներ են ամուսնացրել, կամ էլ հենց իրենք թռել են այդ կրակների վրայից, եւ անպայման ասել ես, դե մեր խնամիները անհավատ են, մի քիչ առաջ պատմեցի, խնամիների խաթր անենք, երեխու միսը բերանը չտամ։ Ես էլ եմ հայ ժողովրդի ներկայացուցիչ։ Այդ միսը բերանը չտան արտահայտություն ինձ էլ է ծանոթ, բայց ես բնավորությամբ ես ոչ մեկին նման չեմ, որ հարցով նման չեմ։ Ես շատ սկզբունքային անձնավորություն եմ, ոչ մեկ ձեզանից եւ ոչ ազգ, ոչ բարեկամ, ոչ խնամի չի կարող ինձ համոզել որևէ երեխայիս խաթր անեմ են բաները, որը հակառակ է Աստվածաշնչին։ Ես խնամուն կկորցնեմ, բայց Աստծուն ոչ։ Ամեն։ Այս խնդրը մենք ունենք, չէ՞։ Դե լավ, հա դե Հիսուսը ներողակների կարևորը խնամին երեխու միսը բերանը չտա։ Հելոին, տրնդես, կրակների վրայից թռնել, չեք մասնակցել Վարդավառին։ Ամենքի ձեռքը հեռախոս կա, ձեզ բան եմ առաջարկում, երբ որ տուն կգնաք երեկոյան, ժամ գտեք մի 10 րոպե ուսումնասիրեք խորապես, թե ինչ վատ բան է Վարդավառը, որտեղից է ծագել եւ ինչու է դրա մեջ օգտագործվում ջուր։ Այստեղից չեմ ուզում խոսել, երիտասարդ աղջիկ երեխաներ կան դռների վրա, չեմ ուզում իրանք հուզվեն, պարզ եմ, գնանք առաջ, տենց մի քանի բուկետ ենք ուզում տեսնենք, լավ սրանք մի տեսակ դաժան են, լավն է գալիս, Վալենտինի օրը, սրան էլ եք կպնելու, այս ինչ նեղեցիք մեր կյանքը, ինչ կա Վալենտինի օրը, կմնաս ինձ հետ մինչև հավաքույթի վերջ քեզ պատմեմ, ինչ կա, ինչ կա, խես ասքան միամիտ դեմքով նայում, ինչ կա դրա մեջ, սիրահարների տոննը, էտ օրը, հլը թող փորձի մեկի ամուսինը, Վալենտինի օրը բաց թողի, բաժանության թուղթը դեմ կտոս,
Ես քանի գլուխ ունես ուսերիդ վրա, Վալենտինն եկավ, Վալենտինն անցավ, ուրիշներ իրանց կնանիքին փուչիկներով, սրտիկներով, չգիտեմ ինչերով եկան, շնորհավոր, I love you։ Այդ որ Վալենտինն անցնի չես ասելու իրան I love you։ Ամեն օր ասա, որովհետև ես կինը իր կյանքը տվել է քեզ, այս ամուսինն էլ աշխատում է քեզ մեկ է քո երեխաներին որ պայի։ Վալենտինը, դրան էլ եք այսօր կպնելու, սխի եկո հավաքույթի։ Զարդարված ծառներ, զաբորներից կախված կողպենքներ, ուր ես եթում, գնմա կողպեք կախելու, 7 վանք եմ եթում, Հայաստան, ուր ես չարդիր ոտերըտ, տուն ասում ես շուկա գնաս մեզ մերրած եմ թաղած շեպ չեմ կարա, պահելեր ես 7 վանք ես եթում, 7 վերք ես եթում, ինչ անես, ցանկապատի վրա կողպենք կախի, խի, խնդրում եմ, այս ծառը խեք ես թելերով զարդար է, այդ երազանքի նպատակների ծառը կախում ենք, որ ինչ, որ աստված գա ինչ անի, տարին 12 ամիս թելերը կախվում են, ծառը պտուղ տալու փոխարեն սաղ թելի մեջ է, Սաղ թելի մեջ է, քոքը թելի մեջ, արմատը թելի մեջ, ցողունը թելի մեջ, ամենը թելի մեջ, զարդարված ծառ։ Ես ուզում եմ մեկը վեր կան ասի, հենց այտենց, ծառը զարդարել եմ, կողպենքը կախել եմ, սրանք արել եմ ու ես երջանիկ եմ եղել։ Աղի բլիթը, ես երբեք չեմ մոռանամ, երբ ենք երեխա էինք, ես այն գլխից անհավատ եմ եղել, ես հետո եմ դարձել եկե Քրիստոսին, ես տեղը տեղին անհավատ եմ եղել ու հիմա տեղը տեղին ուզում եմ հավատացյալ լինեմ, բայց հիշում եմ, որ իմ տարիքի երեխաները պիտի քնելուց առաջ աղի բլիթ ուտեին, այդ աղի չորակը, ուտեին, որ տեսնեին ով է երազում իրանց ջուր բերում, որ ասեին, էդի լինելու է քո ամուսինը, ես երբեք չեմ մոռանա, որ մեր վերևի հարևանի աղջիկը այդ աղի բլիթը կերավ, այդ ջուրը չխմեց, տառապեց այդ գիշեր, առավոտ արթնացավ, ասեցի, ում ես տեսել ասեց Ֆիլիպ Կիրկորովին բայց ոնց տեսակ Ֆիլիպ Կիրկորովը իրանից 100 տարի մեծ մեկին առավ, բայց սրան չառավ դաժան բախտը սենց պիտի դաժան չլինի մարդու ամուսնական մատանիներ ես չեմ ասում մի դրեք բայց ուզում եմ ասեմ, որ իմանաք ամուսնական մատանիները ասենց բան սուրբ գրքում չի եղել Ասենց բան Աստված օրենք չի տվել, որ երբ որ ամուսնանաք, ամուսնական մատանիներ դնեք։ Եկեք տեսեք, էսի որտեղից է առաջ եկել։ Ուրեմն այս սովորությունը ամուսնական մատանիներից ակել է 5000 տարի առաջ, ուրեմն Եգիպտոսում, որտեղ կանեփից, եղեգից, կաշվից, հյուսված մատանիները, ամուսինները փոխանակում էին իրար, ասելով, որ այս ֆեկալ ես քո մատին եմ դնում, դու էլ իմ մատին կդնես։ Հետաքրքիր էր, որ կանեփի բանից էլ էին սարքում, հալելույա։ Մի խոսքով, այն իր մատին էր դնում, սա իր մատին էր դնում, մենք թող այս կանեփի բանը որ տենաս, այս կաշվի սարքածը կհիշես, որ ես քեզ հավերժ սիրելու եմ։ Մեր հավերժության մասին։ Լավ, ուզում եմ հարց տամ ձեզ, գիտեք արդյոք Հելոյինը որտեղից է ծագել Կելտական ցեղերից է ծագել, Սամհեյտոնն է դա, մահացածներին մեծարելու տոն, դուր ես խառնվում։ Տներում, տեսել եք այստեղ ինչքան փող են տալիս, ինչքան գումար են դնում դիզայն անելու, մեկ է տեմես ինչ-որ մի կմախ 3 մետրանոց բոյով, լեղից ճաքում այդ փողոցով է տալուց, հա։ Մենք ամեն անգամ սար բարձանալուց մի տուն կա, ոնց է կոչ, ինչի վրա Ահա, բոլոր արդեն այդ տունը գիտեն, անգամ այդ տնից, այդ կախված ֆիգուրաներից եւ այլը մահվան ձայներ է գալիս, որ անցնում է սրա կողքով։ Վայ, ինչ-որ վիշապներ բան։ Էսի նորմալ երևույթ, հա։ Նստում ենք իրիկունը մի հատ հաց սարքի, այսօր Հելոյինն է։ Ինչու ենք մենք ինտեգրում բոլոր ազգերի Այս դժբախտ եւ հեթանոսական բաները ոնց կարելի է վերցնել եւ մահվան տոն տոնել դու տոնի որ առողջ ես եւ կենթանի ես նրանից հետո ինչ կլինի հա քանի մարդ է տոնել այստեղ բայց ինչ մի ամիտ է լես մեկը լսի ատամների փերին տոնել եք չէ ոչ մեկ չի տոնել 1000 բոլորը նստած են տոնել են Երեխի
երեխեքը այ մարդ մենք սես բաներ չենք տոնում երեխեքն է ատամը ընկելա դրել ենք բարձի տակ ասել ենք հեսա վաղը փերին կգա ատամդ կտանի դու էլ վազել ես TJ Maxx ընդեղից նվեր ես առածլես հեսա փերին բերեց Հերելա տեսելա որ չէ այդքան է լավ նվեր չէ որ փերին բերե ու մի հատ էլ այդեղ աղմուկ բարձացես փերին ես իշ նվերա բերե որտեղից է ցակել ատամների փերի ուրեմն այս հեթանոսական բանը սա մեզ է եկել ուրեմն սրա սկիզբը եղել է վիկինգներ ով է տեսել վիկինգների ֆիլմեր վիկինգների դարաշրջանից կարող ես հասկանալ ինչ վիկինգների դարաշրջանից սա եկել է մեզ ինչու մի տղամարդ որ գնացել է պատերազմի, այդ օրը երեխայի ատամը ընկել է։ Վերցել է ատամը եւ դրել է ծոցագրպանը, որ գնացել են պատերազմի ու պատերազմը հաղթել են, ասել են այս երեխուս ատամը իմ թալիսմանն է, եւ դնեմ հաղթելու եմ։ Բայց օրերից մի օր մի պատերազմում այդ նույն ատամը կրող տղամարդը զոհվեց։ Շատ անհավատարիմ աստվածների, ինչպես ասեցի, աստվածների են follow անում, բայց կա մեկը, որ դու ընգնես էլ, բարձրանաս էլ, ինչ էլ որ անես, նա քո տերնա մինչև վերջ, ամեն, Աստվածո շունչը հստակորեն արգելում է տոնել նման տոներ, ինչ կարծիքի եք դուք, Աստվածաշունչը հստակորեն դու կարող ես ասել, օ, այս փաստորեն դատապարտում է, հա, Աստված էս ամեն ինչը, բայց հեսա հաջորդ շաբաթ 2 տոն միանգամից է գալու։ Տրնդեզը եւ Վալենտինը։ Իմ գործն է այսօր այս մասին խոսել, քո գործն է մտածել։ Բա մեր տանը կռիվ կլինի, ու տենում եք չեք կարող խնամիների հարցն լուծեցի, գցում եք մեր ամուսինը, իմ ամուսինը, նայեք, չի թողել եկեղեցի գամ։ Որ ասեմ մենք չենք կարող ասենց բաներ անենք, չի թողել, մի արի։ Բայց կանգնիր քո ճշմարտության համար։ Հետո վաղ ամուսինդ, այդ տրնդեզ, այդ մրանդեզ ամեն ինչ անցնելու է, հարգելու է քեզ, որ հայտարարել ես ամբողջ աշխարհին, թե հավատացյալ ես, երբ եկավ փորձության ժամանակը, ասացիր, ես կկանգնեմ իմ հավատքին։ Դու արգելում ես ինձ եկեղեցի գնալ, չեմ գնա, բայց ես կպահեմ իմ Աստծո խոսքը։ Որովհետև ինձ ասել է զգուշերի վայ քեզ, որ դրանց օրենքները կամ դրանց ծեսերը դու շարունակես։ Կամ մարդ որ ինձ հետ է, լսում եք ինձ, շատ լավ։ Մենք տեսանք, որ Աստվածաշունչն ասում է, որ դուք չեք կարող սա անել, մենք ուրեմն կարդացինք այս ամեն ինչը, եւ հիմա մի հատ բան եմ ուզում նայենք, այս ինձ համար կարևոր է, որտեղից է ծագել այս ռոզվի տոնը որտեղից է ծագել Վալենտինի օրը, արի միասին նայենք, կամ մարդ ուշադրություն դարձրու նկարի գայլին, սա շատ կապ ունի այդ տոնի հետ, ոչ մի նկար այստեղ պատահական չի ընտրված, կամ մարդ, որ այս տոնի ամբողջությամբ պատմում, խնդրում եմ ստից ձեռք չբարձրացնես, եթե չգիտես, որտեղ Տերը սրտերը քննում, որ այս ամբողջ պատմությունը ոնց է ծագել Վալենտինը, դու գիտես, ես անգիր գիտեմ, Կարոզ եք լսել, միայն այդ դեպքում, այո, կա ազնվություն, որ ասեք այդ դեպքից հետո, ընդամենը 2 հոգի, ենք էլ ասեցին Կարոզից հետո, հիմա լսիր, ինչ է իրանից ներկայացնում Վալենտինի տոնը, քեզ հետաքրքիր է սա լսել, լսիր, շատ հետաքրքիր է, լսիր, որ ինչպես օրինաց գիրքն ասում է, նայ զգուշեղի ինչ ես երեխեքիդ ժառանգում, ինչ ես երեխեքիդ փոխանցում, կա լավ բաներ փոխանցել եւ կա վատ բաներ փոխանցել, նայ ասма ինչ ես փոխանցում, որ հանկարծ ասма դրանք դուր չգա քեզի ու սովորություն չանես էդի անելու։ Հիմա բոլորիս ուշադրությունը էկրանին, այստեղ լուպեր Վալենտինի տոնը ծագել է Լուպերկալի էրոտիկ փառատոնից։ Հիմա տեսեք, Լուպերկալին լատիներեն լուպուս բառն է, լուպուս լատիներեն նշանակում է գայլ։ Լուպուս բառն է, սա հռոմեական հնագույն տոներից մեկն է, այն սկսվել է 2-րդ դարի վերջերին, ավարտվել է 3-րդ դարի երկրորդ դարի սկզբին է եղել, ավարտվել է 3-րդ դարի սկզբին, մոտավորապես մի 100 տարի համենայն դեպս աշխատել է եւ դա բավական չի, տեսեք 100 տարի աշխատել է եւ ինքը հետևանք է թողել։ Լուպերկալի տոնը, ասացինք նաեւ որտեղ լուպուս բառն է գայլ, հռոմեական հնագույն տոներից մեկն է, որը համարում են մաքրագործման եւ պտղաբերության հովվական տոն։
Ինչ մտածեք sense ծառայողական հովական հովիվներ, որոնք արոտներ, ոչխարներ, գառներ ունեին եւ այլն, այդ հոտերի եւ այդ հոտերը հսկող հովիվների տոներ համարվում։ Տեսեք որտեղից է սկսել ու ինչ միամիտ է սկսվել։ Ահա, այտենց։ Ուրեմն իպատիվ լուպերկուսի Այս նախադասության մեջ 3 բան եմ տեսնում, որ սա լուպեր արմատն ունեն։ Լուպերկալի, լուպերկուս, հա ուրեմն լուպուս բոլորը նույն արմատն ունեն իպատիվ լուպերկոսի մի աստված որին նաև անվանում էին ֆաունի սա 2 անուն ուներ եւ այդ ֆաունի անունով դրեցին ֆեստիվալը եւ անվանեցին էրոտիկայի ֆեստիվալ որը անվանեցին լուպերկալի տոն տեսնում եք իպատիվ ուրեմն սիրո տենդով տարապող ուրեմն աստվածուհի Ջունո Ֆեբրուատայի եւ Ֆաուն աստծո ուրեմն պատվիներ է ստոնը Գիտեք ինչ եմ ուզում ասեմ սրան համարում էին այս Ֆաունին լուպերկոսին համարում էին բարեխոսը ես ուզում եմ որ դու սկսես ուշադրություն դարձնես բարից անունը այս տոնի այսպես էին ասում սա բարեխոս է պատխաբերության Սա բարեխոս է, այսինքն լուպերկուսը բարեխոս է, կամ ֆաունին, ինչպես ուզում եք, բարեխոս է, ինչ էր տեղի ունեցել։ Հռոմում այս ժամանակներում, երբ որ այս ֆեստիվալը առաջ եկավ, Հռոմում մտել էր մի խայտարակ համաճարակ, եւ այդ համաճարակի արդյունքում բոլոր կանայք, ովքեր հղի էին վիժում էին, եւ բոլոր կանայք, որոնք ամուսիններ ունեին, չէին կարողանում երեխա ունենային վիրուսի պատճառով, եւ նրանց համարում էին անիծյալներ, որ չէին կարողանում երեխա ունենային, գայլը, որը նկարի մեջ տեսնում եք, քանի մարդ եղել է Հռոմում եւ տեսել է Հռոմում այս գայլը դրած։ Այս գայլը այդ ժամանակներում համարվել է սուրբ կենթանի, որովհետև գայլը ծնում էր, իսկ կինը ոչ։ Եվ այդ 2 տղա երեխաները սնվել են այդ գայլի կաթով, որի անունով էլ կոչվել է Հռոմը, բայց ինչ է տեղի ունեցել, այդ համաճարակի պատճառով մահանում էին երեխաները, չէին ծնվում, կանայք ընդհանրապես չէին հղիանում եւ օրինակ էին բերում բոլոր կանանց ասում են գայլը որ գայլա, կարա ձակցնի ու կերակրի դու անիծյալ ես, որպեսզի այդ անեծքը այդ կանանց վրայից հեռանար, մի հատ նայեք խելագարության աստիճանը։ Լուպերկալի ֆեստիվալը ստեղծվեց հետեւյալ պայմանով։ Այդ ժամանակ առաջի բանը, որ ֆեստիվալը սկսում էին, բերում էին եւ մորթում էին մի հատ զոհ նկատում եք ամեն ինչ որ սկսվում է պիտի սկսվեր զոհով որտեղից է էսի կոպի փեստարե սատանան աստծուց ամեն ինչ որ աստված անում էր եւ ինչի որ առաջարկում էր անելու կամ ով որ իր հետ գալիս էր որևէ ուխտի մեջ մտնելու ինչ էր անում Աբրահամ Նոյ մյուս բաներ Դավիթ բոլորը զոհասեղաններ էին բացում ու զոհեր խփում սեղաններին էս էլ լուպերկալի տոնը սկսվում էր զոհասեղանով կենթանուն զոհում էին կենթանուն մաշկում էին եւ կենթանու կաշվից ստեղծում էին մտրակներ անգլերեն ովքեր գիտեն մնացածին թողասեն մտրակներ եւ տղամարդիկ կապում էին կաշվե գոտիներ այդ տուն կենթանու զոհից կաշվե գոտիներ լսեք ոչ մի բանը պատահական չի եղել ձեռքերին ունեին մտրակներ եւ ֆեստիվալի ժամանակ այդ մտրակներով խարազանում էին կանանց ինչու խարազանում էին կանայք արունի մեջ կորում էին ամբողջ մարմինները դաղվում եւ կտրվում էր եւ կանայք ցավոք սրտի իզարմանս մեզ բոլորիս ուրախանում էին որովհետեւ ասում էին եթե հովիվները կամ այս տղամարդիկ մտրակով մտրակում են, մենք պատղաբեր կդառնանք։ Հետագայում Հռոմի կաթոլիկ եկեղեցին արգելեց այս տոնը, ասաց, որովհետև սա քրիստոնեության մեջ ոչ մի ձև չի կարող ինտեգրվել, եւ այս տոնի օրը մնաց, բայց տոնի անունը փոխեցին մի հատ ուրիշ անունով։ Տոնը եղել է փետրվարի 14-ին։ Տոնը եղել է փետրվարի 14-ին, այն կոչվել է Լուպերկալի փառատոն սիրահարների եւ այլն, բայց հետո այդ տոնը, որպիսի վերանար, որովհետեւ քրիստոնեությունը մի ուրիշ ձևի դուրս եկավ այս տոնի դեմ, սրան փոխարինեցին Վալենտինի օրով սիրահարների տոն ասելով, ինչու այդ նույն ժամանակներում Հռոմի կաթոլիկ եկեղեցում կար մի վանական անունը Վալենտին, որը
կայսրի հրամանին հակառակ գնում էր եւ օրհնում էր բոլոր սիրահարներին, բոլոր ամուսնացող զույգերին, որովհետեւ կայսրն ասում էր, համաճարակի պատճառով չի կարող լինել ընտանիքներ, որովհետեւ դա մեծ խնդրեմ է, համաճարակի պատճառով չի կարող որևէ տղամարդ ամուսնանա, որովհետեւ ինքը պիտի գնա պատերազմի, որովհետեւ ամուսնանալը բացասական է ազդում տղամարդու վրա, որ տղամարդը որ ամուսնացած չի, նա ավելի օգտակար է բանակին, եւ եթե հանկարծ որևէ քահանա կփորձի որևէ տղամարդու եւ կնոջ օրհնել իմ հրամանին հակառակ ես կսպանեմ նրան գտնվեց մեկը Վալենտին անունով որ օրհնեց այդ զույգերին եւ Վալենտինին կայսրը սպանեց Այսօր Հռոմի կաթոլիկ եկեղեցում եւ Վատիկանում, եթե ուշադիր եղել եք ովքեր գնացել են, կտեսնեք Վալենտինի նկարը դրված է եւ որպես սուրբի դասված սուրբերի շարքերում բոլորը աղոթում են իր դեմ եւ երկրպագում են։ Ավետարանը սովորեցրել է մեզ այսպիսի բան։ Պատվիրանները սովորեցրել են, պատվիրաններն ասում են քո Տեր Աստծուն միայն երկրպագես եւ օտար աստվածներ չունենաս ոչ երկնքում, ոչ երկրի վրա, ոչ ծովի հատակում, միայն քո Տեր Աստծուն։ Ինձ խնդրում եմ բոլորս իմ հետ միասին ասեք, միայն only միայն քո Տեր Աստծուն։ Հիմա Վալենտինը գնաց եւ դասվեց Վալենտինը ինքը սիրահարվել էր, բանտապետի աղջկա վրա, որը ի ծնեկույր էր։ Գլուխը կտրեց կայսրը, սա էլ մեռավ, բայց որպես այս լուպերկալի պատմությունը ծածկվեր մի քիչ ամոթ էր շատ, այս օրը մնաց, այս տոնը մնաց, անունը դրեցին սիրահարների տոն։ Ուզում եմ իմանաս, որ Վալենտինի օրը սիրահարների տոնը, որին համարում են սիրահարների բարեխոս, ում բախտը որ հələ չի բացվել, Վալենտինը, ալելույա։ Ասма աղոթի Վալենտինին, Վալենտինը կբարեխոսի, պրոստը չգիտեմ ում է բարեխոսելու։ Մի խոսքով, ուզում եմ առաջ գնանք, մի բան նայենք։ Լուպերկալիան ուրեմն էրոտիզմի փառատոներ ի պատիվ տենդային սիրո աստվածուհի Ջոնը, այս նոր կարդացի ես, բայց մեկ ուրի, լավ, էսի նայեք, որտև նկարում եք, անցնելու ենք հաջորդին։ Նայեք սա, այսա նայեք, 269 թվականին երորդ դարի վերջերին, այս տոնին եկավ փոխարինելու, խնդրում եմ սրանք ամբողջը ֆիքսեք, Վալենտինի օրը, միայն փոխեցին Լուպերկալի փառատոնի տոնը արդեն ասացի, որը արգելված էր, իսկ հիմա Աստվածաշունչը տեսեք ինչ է ասում, երկրորդ օրինաց նորից սկսեցինք, շատ պոպուլյարնի տոն էր սա, երկրորդ օրինաց 18-ի 10-ից 14-ում գրված է եղբայրներ եւ քույրեր, ձեր մեջ չպիտի գտնվի Շարունակեմ, թե բոլորդ անգիր գիտեք սա, ցավոք սրտի անգիր գիտենք, բայց մենք ոտնահարում ենք Աստծո խոսքը եւ ասում ենք ինչու Աստված մեր ընտանիքում, մեր կյանքում, մեր բիզնեսում, մեր առողջության մեջ չի շարժվում, որովհետեւ դժվար բան է մարդիս քացով սուրին խփելը, որն է Աստծո խոսքը։ Ձեր մեջ չգտնվի իր տղային կամ աղջկան կրակից անցկացնող կամ կախարդությամբ զբաղվող, գուշակող եւ հմայող կամ Օրեմա հավահարցու ընդեղ հավերին է, այ Աստվածին, գրված է, եթե խնդիր ունես, ինձ արի հարցրո Աստված, էսի գնում է հավին, բան մարդ էլ հավին, իրա հավ խասյատով, բան կհարցնի։ Ինչ աստիճան պիտի ընգած լինի մարդու տրամաբանությունը, որ գնա հավին հարցնի։ Օհ Տեր Հիսուս, ողորմիր մեզ, հաստատ ողորմիր։ Շատ լավ, շարունակենք։ Կախարդ կամ վհուկ, բախտասած, էդի բախտ նայողնա, ինստագրամում գրում են, 1000 դրամով բախտըտ կնայեմ, ասմա, բայց ես Ամերիկայում, ասմա, բաժակըտ նկարի ղրգի, հասկանում ենք, որ Ամերիկայում ես, յան այդքան խելք ունենք, էլի, այդանք է բաժակը նկարում են, ուղարկում են, մի մեյմուն բան մեջը, սև, Անպայման, գիտեք, բաժակ նայողները, մեկը կան նախանձում է քեզ, տեղից սիրտը լծված էր, ավելի լծրեցին, այն էլ արդեն գիտի ով է իրան նախանձում, եթե բաժակ նայողն էլ ասեց, տասնապատիկ լծվել է սիրտը արդեն, այդ 1000 դրամը անտանելի գործար է, հա, մի խոսքով, ասма բախտասած կամ ոգեհարցուկ, ոգիներին հարցնել եւ այլն էս կոմենկոմ, կամ մեկ ուրիշ մի բան, որ տեսնում եմ, ես 1000 ներողություն եմ խնդրում, Ինձ այստեղ շատ են զարմացրել քրիստոնյաները, պապայիս հոգին եկավ, մամայիս հոգին գնաց, տատս եկավ, պապս մեր տան հրեշտակն է, սաղ վաղտը բանի տեղ չեն դնում, հիմա մեռավ դառավ հրեշտակ, մի խոսքով, հասկացաք, էս ինչ բաները,
Ընկերներ, եղբայրներ, սա բան որտեղից եք վերցրել։ Մարդը որ մահանում է, լսեք սա։ Մարդը որ մահացավ, պապա մահացե, ցավում եմ սրա համար, մամա մահացե, որ մահացան վերջացավ, մեռելների հետ որևէ կապ չկա երկրի վրա ապրողների համար, ոչ էլ նրանք, որ մահացան, ձեզ հետ չկա այդպիսի բան։ Մի փնտրեք ոգիներ, մի հատ երաստեսակ, պապաս եկավ, պապաս բանը մեր տան հրեշտակն է, մամաս մեր տան հրեշտակն է եւ այլն, խնդրում եմ, դու լինելով վերստին ծնված քրիստոնյա, դու պիտի լուսավորված լինեիր Աստծո խոսքով։ Դու պիտի հասկանայիր, որ Աստվածաշունչը միտեղ, մի վարքյան, մի անկյունից ասես բան չի սովորացրել քեզ, այլ եղածն էլ դատապարտել է, պարզ է։ Հաջորդը նայենք, որովհետև այս բոլոր բաները, հիմա ասում եմ լավ, այս բոլոր բաները անողները, սրանով զբաղվողները, այս ամեն ինչը որ անում է, գարշելի է Տիրոջ աչքին։ Եվ այսպեսի գարշելի բաների պատճառով քո Տեր Աստվածը նրանց հալածում է քո առջևից, քո Տեր Աստծո առջև կատարյալ պետք է լինես։ Մի բան ասում անում Տերը, ուղղակի մենք գլխի չենք ընկնում։ Հաջորդը, որովհետև այն ազգերը, որոնց դու տիրելու ես, լսում են գուշակներին, կախարդներին, բայց քեզ քո Տեր Աստվածը այդպես անելու հրաման չի տալիս, չի ասում չտվեց, ասում է չի տալիս, ներկա գտնվող կարդացողներին ասում է հիմա, հենց հիմա չեմ տալիս, չի տալիս Աստված։ Դրա համար եթե շատ տանջվում ես, որ խնամիներդ չծաղրեն, տղայիդ միսը բերանը չտան, աղջկանը չտան, խորը գնա աղոթքներիդ մեջ, որ Աստված հավատացյալ խնամի բերի քո կյանքում, որ այս տառապանքին չարժանանանք։ Լավ, անցնենք առաջ։ Իսկ հիմա մի հատ բան եմ բերելու, այստեղ նայենք։ Տրնդես կամ տիարն ընթառաջ, ես խնդրում եմ բոլորը ակտիվացնեն իրենց տրամաբանությունը, որտեղ հիմա ձեր դատին մի բան եմ տալու։ Ձեր դատին եմ հանձնելու մի հատ նախադասություն։ Ասում է տրնդեզը դա նույն տիարն ընթառաջ բառն է, որը նշանակում է ընթառաջ գալ, դիմավորելու մեկին, ընթառաջ նշանակում է դիմավորելու, ընթառաջ գալ մեկին ասել, այո, բարև ձեզ, ընթառաջ եկել բարևելու։ Սա հասկանալի է բառը, հաջորդը նայր։ Տիարն ընթառաջ կամ մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին, սա հայոց եկեղեցու տոներից է, հայոց եկեղեցին տիարն ընթառաջը տոնում է փետրվարի 14-ին, կամ մարդ որ սրանք ֆիքսում է, փետրվար 14-ը, նկատեք չենք անցնում 14-ից, փետրվար 14-ին, ինչու են այսպես նշում, ասում է Քրիստոսի աստվածահայտնությունից, այսինքն դա նշանակում է Քրիստոսի ծնունդից, որը ըստ հայ ավանդական եկեղեցու հունվարի 6-ին է, որ մեկի Աստվածաշնչում դա գրված է, բերեք այստեղ։ Որ մեկի Աստվածաշնչում գրված է, որ Հիսուսը ծնվել է, գիտեք, Հիսուսը ծնվել է հունվարի 6-ին հայերի համար, ռուսներն ասում են մեր համար նա ծնվել է 7-ին, հրեաներն ասում են մեզ համար նա ծնվել է աշնանը, կաթոլիկներն ասում են դեկտեմբերի 25-ին, ինքը մի օր է ծնվել, մի անգամ է ծնվել։ Աստծուն հետաքրքիր չի, որ դու նրա ծննդյան օրը իմանաս, այդ մենք ենք ուզում, որ աշխարհը մեր ծննդի օրը իմանա, բայց նա չի ուզում, նա ուզում է, որ ուղղակի մի օր մի անգամ քո կյանքում ծնվի բավականա ու տանես իրան քո կյանքով մեկ, տանես այդ ծնունդը քո կյանքով մեկ ու ամեն անգամ ասես ինչ օրհնված եմ ես, Հիսուս ծնվեց եւ հայտնվեցավ իմ մեջ, ամեն, իմ ներսում, ամեն, մի խոսքով, հունվարի 6-ը 40 օր հետո, Այս 40-ը հայ ազգի համար դառավ ճակատագրական օր։ Մեռելի 40, երեխայի 40, հարսենք տվեք 40, փեսաբերին 40, եւ ասես բան գոյություն չունի քրիստոնեության մեջ։ Եթե պատմությունը կարդում ես, եւ իրանք ասում են, որ տրնդեզը, այ հիմա ձեր դատին եմ հանձնում, ասում է, որ տրնդեզը դա այլ չէ, եթե ոչ, մանուկ Հիսուսին հանձնել ուրեմն Աստծուն, ապա ես ուզում եմ ասել, ինչու այդ գեղեցիկ տոնը, որովհետև Աստվածաշնչում գրված է, Մարիամը եւ Հովսեփը երկու անգամ Հիսուսին տաճար են տարել, սա լսեք, մեկ 8 օրական, երբ որ Հիսուսը 8 օրական էր ծնվել էր, տարան ըստ հրեական ավանդույթի թլփատելու առաջին տղա կլներ, երկրորդ տղա կլներ կապ չունի, տղա երեխաներին թլփատելու, որովհետև
բոլոր հрյաները կրում էին իրենց վրա թլփատության նշան 8 օրական այդպիսին էր Աստծո օրենքը 8 օրական մի հատ էլ Հիսուսին նորից տաճար տարան 40 օր անց ինչու գրված է ինչու 40 խնդրում եմ կարդացեք Աստվածաշունչը գրված է Մարիամը իր կանացի գործերի ծննդաբերությունից հետո մաքրվեց այդ սաղ իրար հետ տևեց մի 40 օրը 40 վեկալան սրբացրեցին Հիմա ինչ տեղի անելու 40-ը, մեռելի 40-ը, ինչ է նշանակում։ Ուզենաս բացատրես կկարմրես անգամ, ինչ է նշանակում մեռելի 40-ը։ Դե այ մարդ կարող է ես տես բաների չեմ հավատում։ Ես չգիտեմ էլ ինչա, բայց դե պապաս, բայց դե մոմաս դե տեսնում եք մենք ում թելն ենք թելում։ Տեսնում եք մենք ում խաթր ենք եթում։ Բա քանի անգամ էս Աստծո խաթր գնաց է։ Հե? Եվ դնեիք մանուկների ընծայման տոր, ինչ կասեք։ Եթե այն կոչվում է տիառն ընթառաջ Եվ եկան եւ Հիսուսին դիմավորեցին մանուկ Հիսուսն եկել էր որ ընծայվեր Աստծուն Աստծո գործի համար ապա ամեն տարի փետրվարի 14-ին կխնդրեմ որ հայ առաքելական եկեղեցին դներ սա որպես երեխաների ընծայման օր եւ բոլորը հավատացեք դա այնքան լավ օր էր լինելու երեխաներին կբերեին տաճար բոլոր քահանաները կորտնեին եկեղեցում երեխաներին եւ կասեին թող գնան այս երեխաները շնորհ գտնեն Աստծո առաջ մեծանան իմաստություն գտնեն Եվ այլն, պիտանի լինեն Աստծո թագավորությանը, պիտանի լինեն իրանց ընտանիքներին եւ իհարկե պիտանի լինեն իրանց հասարակությանը։ Ինչ կասեք։ Եղբայրներ եւ քույրեր, ինչպես պատահեց, որ տիառն ընթառաջ տոնը, որ Հիսուսի ընծայման օրն էր վերածվեց կրակի վրայից թռնելու ամուսնական զույգերի։ Ձեր դատին եմ հանձնում դա։ Եվ դա տեղի ունենում փետրվարի 14-ին։ Եվ հիմա մի բան եմ ուզում մենք նայենք։ Այսա նայեք կխնդրեմ հետ գա սլայդը հետ գա առաջի բանը որ մենք նայեցինք սա նայեցինք ուշադրություն եմ ուզում որ դարձնենք փետրվարի 14 բառին որովհետև հիմա փետրվարի 14-ը բոլոր տեղերում տեսնելու ես սա չի կարող պատահական լինել Աստվածաշունչն ասում է պատահականության սկզբունք գոյություն չունի ամեն բան նախասահմանված է ամեն բան որոշված է հաջորդը նայենք մյուս փետրվարի 14-ն եմ ուզում նայեմ ուրեմն սա Վալենտինի տոնն է մենք ասացինք արդեն սրա մասին խոսեցինք ուղղակի ես ուզում եմ նշեմ որ Լուպերկալիի տոնը տեղի էր ունենում փետրվարի 14-ին եւ հաջորդ բանը Իմանաք, որ Վալենտինին մահապատժի ենթարկեցին կրկին փետրվարի 14-ին։ Կրկին փետրվարի։ Ես կխնդրեմ սլայդը արագ չշարժել, հետ գնանք։ Այստեղ։ Փետրվարի 14-ին մահապատժի ենթարկեցին Վալենտինին, Տրնդեզը 14-ին, Լուպերկալիի տոնը 14-ին, նույն օրը փետրվարի 14-ին հիմնվեց Վալենտինի տոնը։ Սրանք ձեզ մտածելու առիթ չեն տալիս։ Հաջորդը նայենք Հիմա մենք մտածեցինք այ մարդես Վալենտինին որ բերենք բան մի քիչ մեզի կարող է սազական չի մենք մերը հնարեցինք Սարգիսը Սուրբ Սարգիսի տոնը 14-ին փետրվարի Ես ուղղակի ուզում եմ ասեմ որ սա ընդամենը մտածելու հարց է Փետրվարի 14-ին Սուրբ Սարգիսի տոնը Հիմա ով է Սարգիսը Տրնդեզ Եվ կամ տիառն ընթառաջ ինչպես կոչվում է նշվում է փետրվարի 14-ին Չտեսակ սրանց մեջ կապեր Վալենտին, Լուպերկալի, Տրնդեզ, Սուրբ Սարգիս բոլորը փետրվարի 14-ին Ճիշտ էին ասում նորուխտի բոլոր քրիստոնյաները որ հեթանոսությունը շատ սիրուն է միավորել բոլոր կրոններին իր ավանդույթներով եւ իր ծեսերով արելա թե ոչ Էնել ինչ ձև եւ ամենացավալին էնա որ մենք ենք սրա մեջ Ավարտելուց առաջ ուզում եմ ձեզ մի բան ասել Սիրելի եղբայրներ եւ քույրեր հատկապես բոլոր նրանք ովքեր ամուսնացած են միգուցե քո ամուսինը հիմա քո կողքին չի հարցը դրանում չէ կամ քո կինը քո կողքին չէ հարցը դրանում չէ կամ մեկը որ պատրաստվում է ամուսնանալ կամ մեկը որ ուզում է սիրել սիրահարվել Ես ուզում եմ քեզ մի բան ասեմ Ես ուզում եմ մեկին ցույց տալ որ քո սերը կամ քո վնասված ամուսնությունը կարող է բժշկել կամ դու որ ունես երազանքներ ունենալ քո կյանքին քո կյանքում քո ապագա ամուսնուն
Կամ ներկա ամուսին կամ կին ունես, որ միգուցե ձեր հարաբերությունների մեջ մի փոքր վնաս կա, մի փոքր խնդիր կա, դու մի բարեխոս ունես, որ կարող է այդ սերը եւ այդ ամուսնությունը խելքի բերել եւ բժշկել, եւ դա Հիսուս Քրիստոսն է։ Չկա ուրիշ բարեխոս բացի Հիսուսից։ Նա կարող է բարեխոսել քո համար եւ ես հիմա մի տեղ եմ ցույց տալու, որ նա իրականում այս կարգավիճակը կրում է երկնքում որպես բարեխոս։ Այո։ Ինչու չի կարող Սարգիսը բարեխոսել։ Ինչի չի կարող Վալենտինը բարեխոսել, մտածել ես այդ մասին։ Ինչու չի կարող Լուպերկուլոսը բանանել բարեխոսել։ Մեկ բարձ պատճառով նրանք մեռած են։ Բայց այն Աստծուն, որին դու հավատում ես, նա կենդանի է։ Հալելույա։ Ամեն։ Նա կենդանի է։ Այն Աստծուն, որին դու պաշտում ես, նա կենդանի է։ Ամեն։ Նա նայեր որ կար, նա նայե որ կա, եւ նա նայե որ գալու է։ Հալելույա։ Դու նրան բարձր ծափարություն, անունդ մեծարվիտ է։ Հալելույա, փառք ես Հիսուս։ Ապացուցեմ, որ նրան ում վարքյաններ առաջ ծափահարեցիր, արժան այդ ծափահարությանը։ Առաջի Հովանես, միասին նայենք։ Տես ինչ է այստեղ գրված, որդյակներ, սա Հովանեսն է գրում։ Սա եմ գրում ձեզ, որ հանկարծ չմեղանչեք, իսկ եթե հանկարծ մեղք էլ գործեք, կամ որևէ հարցի շուրջ մեղանչեք, իմացեք, որ բարեխոս ունեք հոր առաջին Հիսուս Քրիստոս արդարին։ Վերջ։ Ամեն։ Դու կարող ես կանգնել եւ ամբողջ աշխարհին ասել. ես վերստին ծնված քրիստոնյա եմ, հայտարարություն, որ ստիպելու է քեզ ապրել ըստ քո հայտարարության։ Ես վերստին ծնված քրիստոնյա եմ եւ ես չեմ տոնում նման տոներ։ Մտածում ես կծիծաղեն քոզ վրա, թող ծիծաղեն։ Բա վախենում ես ծիծաղեն, թող ծիծաղեն, դա էլ թող քո հալածանքը լինի։ Հիսուսն ասեց երանելի ես, որ իմ անվան համար կծաղրվես։ Ատու կփորձես հանգարց մեկը քո վրա ծիծաղի, դրան գիտես ինչ պատին դեմ կտաս։ Ինչու՞։ Թող ծիծաղի, որովհետև քրիստոնյաները պիտի հալածվեն էլ։ Նրա անվան համար կհալածվենք, նրա անվան համար կծաղրվենք, նրա անվան համար կծեծվենք, նրա անվան համար նախատիկ կգրենք, բայց հավատա արժանի է նա, որ նա նախատիկ գրեց իմ եւ քո համար։ Նա ցավերի տեր տղամարդ դարձավ, նա վշտերի տեր մեկը դարձավ, նա խաչը բարձացավ առանց քո խնդրելու, նա բարձացավ, երբ որ ոչ մեկ քեզ չէր սիրում եւ ոչ մեկ չէր պատրաստվում քեզ բայց նա արեց դա քո համար։ Ինչու՞։ Որովհետև գրված է քեզ հավիտենական սիրով սիրեցի։ Գրված է դու իմ աչքի լույսն ես։ Գրված է իմ աչքի բիբի պես թանկ ես դու։ Մի հատ նայ ոնց Աստված քեզ գնահատում։ Իմ աչքի բիբի պես թանկ ես դու։ Գրված է երբ մենք մեղքերի մեջ մեռած էինք, Հիսուս մեռավ մեր հանցանքների համար եւ դատապարտյալի աթոռից քեզ այսպես անվանեց ազատ ես, գնա։ Ես եւ դու ազատի որդիներն ենք։ Ամեն, հալելույա։ Ես քրիստոնյա եմ եւ ես չեմ կարող ձեր տոներին մասնակցել։ Ես անգամ դրա համար ներողություն չեմ խնդրում։ Կարող ես ասել, ես այն մեկն եմ, որ այստեղ երկրի վրա արքայության ավետարանը քարոզեմ, ես այն մեկն եմ, որ այստեղ արքայության արժեքները ցույց տամ, ես այն մեկն եմ, որ ուզում եմ քրիստոնեական այն գեղեցիկ տոները, գեղեցիկ սովորությունները, որ Աստվածաշունչն է առաջարկում, դա կիսվել ձեզ հետ։ Ես վերստին ծնված եմ եւ իմ արժեքները այլ են, ես այլ արժեքային համակարգ ունեմ, ներեցեք դուք այլ։ Աստվածաշունչն ասում է, այլախառն լծակցություն մի ունեցիր անհավատների հետ, սենց խառը մարը բաների հետ, մի խառնվիր ու գնա, այլախառն լծակցություն մի ունեցիր անհավատների հետ։
Երեք համար կարդամ եւ ոտքի կանգնենք աղոթելու արագ կարդամ սա Կողոսացիներ որպեսի դուք ընթանաք ասում է Պողոսը մեր բոլորիս համար առաջին առաքյալը որպեսի դուք ընթանաք ինչպես արժանի է Տիրոջը ամեն բանում նրան հաճելի լինելով ամեն բարի գործերով պատխաբեր լինեք եւ Աստծո գիտությամբ աճեք սա է ուզում Տերը մեզ տեսնի ընթանաք ինչպես արժան է Աստծո որդիներին, ամեն բանում հաճելի լինենք, բարի գործեր անենք, պատխաբեր լինենք, Աստծո գիտությամբ էլ խոսքով աճենք, ինչ կասես սրան, ամեն, հաջորդը, հիմա սալասիր, արդ եթե Քրիստոսի հետ մեռանք և ազատվեցինք այս աշխարհի սկզբունքներից, էլ ինչու ենք ապրում այս աշխարհում այսպիսի կանոններով, մի մոտեցիր, մի ճաշակիր, մի դիպչիր, մի բան էլ ես ավելացնեմ, մի տոնիր, թե որ դուք մեռաք ասում այս աշխարհի համար եւ այս ամեն աշխարհի ամեն մի հաճույքների եւ այս աշխարհի սկզբունքների պրինցիպների համար, այս խի եք ասում, նորից շարունակ, այս ում թելն ենք թելում, խի ենք ապրում այս կանոններով, հաջորդը, դրանք բոլորը Կողոսացիներից թուղթն ասում, նախատեսված են գործածվելու ապականության համար, ինչպես մարդկանց կողմից ստեղծված պատվիրաններն ու վարդապետությունը մարդկանց կողմից ստեղծված հաջորդ վերջին համարը, որոնք արտաքուստ իմաստության կերպարանք ունեն, կամային պաշտամունքով, կեղծ խոնարհությամբ, մարմնի խստակեցությամբ, չէ՞ որ փարիսեցիները ձևեր ունեին, ինչ որ ձայն գիտեք, չէ՞, նկատում եք, ինչ որ քահանաների բաներ, ձեները փոխած բան։ Քեզ ո՞նց է կանչը Տերը։ Ով ես դու։ Ինչպիսին ես դու։ Հանգիստ եղի այնպիսին ինչպիսին կաս, ձև բռնել, ձայն փոխել, հատուկ հագուստ թաքնել, հատուկ ձևով կանգնել։ Հիսուսին գիտեք ինչի համար էին հալածում։ Ասում են սրանից ինչ Աստված։ Եկել անստել է մեղավորների հետ հացա ուտում, մեղավորների հետ գինի ախում։ Աստվածը սենց է լինում, որովհետև իրանք իրանց համար կառուցել էին ռելիգիա, որը պետքա պատկեր ունենար։ Վերջացնեմ, բայց արժեք չունեն եւ մարմինը բավարարելու են ծառայում, որ բավարարեն իրենց մարմինը։ Գիտեք, ես որ քրիստոնյաների հետ եմ կողմնակից, ովքեր ոնց կան, այդպես կան։ Մի փոխիր ձայնդ խոսալուց մարդկանց հետ։ Մի ցույց տուր քեզ դու ոման շատ սուրբ մեկն ես։ Ես միշտ ասել եմ, հանգիստ եղեք, մենք ուղղակի սրբված մեղավորներ ենք։ Մենք առավել չենք ուրիշներից։ Մենք ուրիշներին պետք չի նայենք բոբո մեզ է սուրբ եղիր այնպես ինչպեսին կաս եղիր մարդասեր եղիր մարդամոտ եղիր պատղաբեր եղիր քաղցր լեզու ունեցող ունեցի խոնար սիրտ սրանք որ Տերն ուզում է ասում այս ամբողջ ձևեր հագուստներ խոսակցական ձևեր հայացքներ այդ ամբողջը մարմնին ծառայելու համար եւ վերջին նախադասությունը ավարտելուց առաջ ուզում եմ այս կոչը անեմ, որ Պողոսը արեց հավատացյալ ժողովրդին Փիլիպպեցիների ստեղծում։ Դուք ինչ էսի կկարդամ հիշում եք մեր օրվա խոսքը որներ ամեն բան ինձ կարելի է, բայց ամեն բան չէ որ սազում է ինձ։ Հիշում եք ասացի մենք կանրադառնանք դրան։ Ամեն բան չէ որ սազում է։ Հիմա տեսակ ինչը չի կարելի սազացնել։ Մենք կարող ենք ու մենք արել ենք այդ ամենը, բայց նկատեցիք որ դա սազական չի քրիստոնյային, որովհետև դա քրիստոնեության հետ աբսոլյուտ կապ չունի, այն ավելի շատ խորը կապ ունի արմատներ հեթանոսության հետ։ Փիլիպպեցիների 4:8 եւ որից հետո կանգնենք աղոթքի Այսուհետև եղբայրներ, ասма դե ուրեմն սրանից հետո եղբայրներ, ինչ որ ճիշտ է, ինչը որ բարկեշտ է, ինչը որ այնքան եմ սիրում ես համարը, ինչը որ արդար է, ինչը որ անարատ է, ինչը որ սիրելի է, ինչը որ բարեհամբավ է, առաքինի է, գովելի է, սրա վրա մտածենք։ Առաքինի, բարեհամբավ, գեղեցիկ, սիրելի, մաքուր, անարատ, պարկեշտ, արդար, այս բառերի մեջ շատ դուրս եկել է պարկեշտ բառը, պարկեշտ,
Հակել եք այդ Հելոյինի, Հալոյինի շորերը, եկամ մարդանայում ես անգելա երեխաների հետ, և այլն, են մաման էլ գործից վազում է տուն շուտ, որ երեխեքին հետ կոստյումը հագցնի, որ հելնեն իրիկունը ժամը 7-ին սաղի դռները ջարդեն, որ այդ կոնֆետները բանը հավաքեն, դե մենք այդ մասը այսքան մասն ենք անում, ոչ մի մասը մի արա։ Այդ օրը երեխաներիդ, ընտանիքիդ, ամուսնուդ, վերցրու, գնացեք միտեղ հաց կերեք ձեր համար, գնացեք մի քիչ մաքուր օդին բնությանը մանեկեք, գնացեք և խոսեք Տիրոջ մասին, ամեն, գնացեք թող Աստված տեսնի, որ դուք չեք խառնվել այս ամենի մեջ, այո, դու համաձայն ես այս ամենի հետ ինչ, այս ամեն այնքաններ, ինչքան որ որոշել էի այսօր պատրաստեի, ձեզ համար վստահ եմ դուք ինչ-որ մի բան վերցրեցիք, այո, վերցրեցիք, եկեք կանգնենք ոտքի աղոթքի համար, հալելույա Փառք Հիսուսին, ուզում եմ մի հատ պարզ աղոթք անեմ, թող այս համարը մնա էկրանին, գիտեք, ես տներ եմ տեսել, որտեղ եղբայրներս, որոնք քրիստոնյա են, չեն կարողացել իրենց կանանց վրա գալ ասելով երեխայիս չտանես այստեղ, եղբայրներ, աղոթում եմ, որ Տերը ձեր եղջյուրը բարձրացնի, որ ձեր խոսքը կարևոր և վճռական լինի ընտանիքի համար որպես գլուխ։ Դուք նայեցիք, տեղեր կա ծիծաղացիք, բայց այս ամբողջը ծիծաղալու չէ։ Մենք գնացել ենք, ես անգլերեն շատ կդժվարանամ ասել, մի թելի տեսակ կա, որը կոչվում է ջոնջուլ, այսինքն մի քանի թելեր իրար հետ խառնում ենք, ստանում ենք զանազան գույների թելեր, ոնց կասեք ասացի չէ կդժվարանանք էսի ասելու, բայց դուք հասկացաք, պատկերացեք վերցրել եք 5, 6, 7, 10 գույնի թել, խառնել եք իրար, կա չէ դրանից բլուսկայի, ջոնջուլ բլուսկայա, քրիստոնեական հավատքը, ջոնջուլ բլուսկի պես է դառել։ Գիտես ինչ եմ առաջարկում, գնա այդ բլուսկեն քանդին, ու այդ բոլոր թելերը առանձին կծիկով արա ու շպրտի ընկան։ Հեթանոսության կծիկ, կռապաշտության կծիկ, եգիպտական կծիկ, հունական կծիկ, հռոմեական կծիկ, վիկինգների կծիկ, քանդի թափի։ Էվասատեր, ես կարողա չեմ իմացել մինչև հիմա, եթե չես իմացել իմացի անպայման ստեղից ներված տուն ես եթալու, չեմ իմացել տեր, սենց չեմ իմացել, ես լուպերկալիի տոնը ինչա, ես վալենտինը որտեղից է ծակել, ես ով ումա փոխել ես տոնը, ես ոնց այս սաղ սենց պատահականություններ շարվեցին 14-ին, հաջոր շաբաթ, ամբողջ քրիստոնեական, հայ ժողովուրդը ես տոնելու է, ես դե վալենտինը մերը չի մենք դե սիրում ենք, չէ, ասացի հայաֆիկացնել, ես որևէ մեկիդ ոչ կզնգեմ, ոչ կգրեմ, ոչ կրկին կզգուշացնեմ, ես այստեղ դա արեցի, այսօր, այստեղ և վերջ, մնացածը քո գործն է դա անելու, լսեք, ես մի լավ բան ասեմ քեզ, Աստված քեզի վալենտինի տոնից էլ ազատ է դրած աղսերից, Փառք Հիսուսին, այդ որ պիտի անկապ, կարմիր, ծաղիկ, կարմիր, բամբանյարկա կարմիր, այդ գույնը չես հարցնում, խի պրպալ չի, խի դեղին չի կարմիրա, դա այդ գույնը, դոմինանտ գույնն է եղել ֆեստիվալի, դա կանանց արյան գույններ, արտնացիր աստուր, արտնացիր, ատենց միամիտ, ասած բաները սաղարել ենք, և ես ասում եմ հիմա, որ մենք խոնարենք մեր գլուխները, և ընդամենը մի կարճ աղոթքով Տիրոջն ասենք, ներիր մեզ Տեր, պրոստը ներիր Տեր, Տեր Հիսուս,